կարող էլ կներկայացնեմ։ Հիմա հաջորդ չի հարցին սահմանի բացման։ Հիմա սահմանի բացման հետ կապված։ Դուք ասում եք, ինչպիսի բաներ, խնդիրներ եւ խնդիրներ կար։ Ուրեմն ես ոնց ես ներկայացնեմ, ասենք օրինակ Թուրքիան ու Հայաստանը ինչ են օրինակ ընդհանուր ինչ են արտահանում, ենթադրենք Ռուսաստանի Դաշնություն։ Երկուսն էլ արտահանում են օրինակ ծիրան։ Երկուսի շուկան էլ նույնն է։ Երկուսն էլ նույն շուկաներում են վաճառում, երկուսն էլ վաճառում են նույն սուպերմարկետներում։ Հիմա ինձ կարո՞ղ ասեք, այս սահմանը բացվելուց ինչ է փոխվելու։ Երբ որ երկուսն էլ արտահանում են նույնտեղ, իրականում ծիրանի մշակության սուբյեկտ ենթադրենք գնում է դեպի Ռուսաստան։ Ոչ հայկական ծիրանի սպառման շուկան է Հայաստանի Հանրապետությունը, ոչ էլ թուրքական ծիրանի սպառման շուկան է Թուրքիան կամ Հայաստանը լինելու։ Այսինքն այստեղ այնքան պարզ են այդ տրամաբանությունները, որտեղ էլ ասում եմ մի հատ փոքր բան, հիմա կարա գնաք ասեք դա դդմիկ է, մնաց մի քանի քոք դդմիկ, ես դες հավաստիացնում, եթե մնա կլուծենք այդ մի քանի քոք դդմիկի հարցը։ Տենց հարց չկա, պայմանավորվեցինք։ Շատ լավ։ Այլ հարցեր, հարգելի գործընկերներ։ Սպառիչ էր պատասխանը, շատ լավ։ Հարգելի գործընկերներ, այժմ մտքերի փոխանակություն ինչ որ մեկը ունի, չունեք։ Այժմ քվեարկության է